ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը Կիրակի առավոտյան Սպիտակ տան մոտ զինված դիմադրություն ցույց տալու հետևանքով կրակել է տղամարդու վրա։ Ըստ տարածված հաղորդագրության, նրանք տեղյակ են եղել, որ տղամարդը ցանկանում է ինքնասպան լինել։ Գաղտնի ծառայության աշխատակիցները մոտեցել են համապատասխան նկարագրություն ունեցող տղամարդուն, ի պատասխան հարցին տղամարդը զենք է ուղղել նրանց վրա։ Դրանից հետո տեղի է ունեցել փոխհրաձգություն, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա վիճակի մասին դեռևս տեղեկություն չկա։ Նախագահ Դոնալդ Թրամփը փոխհրաձգության ժամանակ Սպիտակ տանը չի եղել, այլ գտնվել է Ֆլորիդայի իր նստավայրում։ Այժմ հետաքննություն է ընթանում, ոստիկանությունը դեռևս այլ մանրամասներ չի հաղորդել։ Այժմ առաջարկում ենք ծանոթանալ օրվա մյուս կարևոր իրադարձություններին, ապա վերադառնանք մյուս թեմային՝ միգրացիոն քաղաքականությանը։ Ներկայիս օրենքը չի սահմանափակում ներգաղթի ծառայությունների գործողությունները դպրոցներում, եկեղեցիներում եւ այլ զգայուն վայրերում։ Հայտարարվել է այսի նոր ղեկավարության նշանակման մասին, բացի այդ ստուգումները ել ավելի գաղտնի ու խիստ են դառնում։ Կիրակի օրը Փենսիլվանիայի Լանկաստեր շրջանում փոքր ինքնաթիռ է կործանվել։ Հարավային Կալիֆոռնիայի եւ Լոս Անջելեսի հատկանշական սեզոնային անձրևները մեկնարկել են, ինչ սպասել այս շաբաթ։ Շուրջ 80,000 աշխատակիցներին նամակ է ուղարկվել առաջարկելով $25,000 դիմաց հրաժարվել աշխատանքից։ Եվ վերջում կպատմենք ԱՄՆ-ում այս կիրակի ամառային ժամանակի անցման մասին, դրա պատմության, նպատակների եւ հետևանքների մասին։ Այս եւ մյուս կարևոր թեմաներին կծանոթանաք հետևելով մեր թողարկումը մինչեւ վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները, այնպես որ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա թողարկումները, ինչպես նաև կոմենտներում գրեք, թե որտեղից եք հետևում մեզ։ Դաշնային դատավորը մերժել է Դենվերի պետական դպրոցի հայցը, ըստ որի նրանք պահանջում էին, որ վերադառնան նախկին ներգաղթի քաղաքականությանը։ Բանն այն է, որ նախկինում ներգաղթի ծառայություն իրականացնող աշխատակիցները իրավունք չունեին մտնել դպրոցներ, մանկապարտեզներ կամ այլ զգայուն հատվածներ։ Իսկ այժմ օրենքի փոփոխությունը թույլ է տալիս, որ ներգաղթի ծառայություններ իրականացնող աշխատակիցները մտնեն այնտեղ, որտեղ ցանկանում են։ Սակայն դատավորը հավելել է, որ այսի ղեկավարությունը դեռ պահանջում է, որ նման գործողությունները հաստատվեն վերադասի կողմից։ Դպրոցի ներկայացուցիչները պնդում են, որ փոփոխությունները ստիպել են դպրոցին լրացուցիչ ռեսուրսներ հատկացնել աշակերտների եւ նրանց ընտանիքների մտահոգությունները մեղմելու համար, ներառյալ հոգեբանական աջակցությունը եւ դասապրոցեսից բացակա աշակերտներին օգնելու ծրագրերը։ Դատավորը նշել է, որ Դենվերի դպրոցները չեն կարողացել ապացուցել, որ աշակերտների հաճախումների նվազումը կապված է Թրամփի նոր քաղաքականության հետ։ Ավելի վաղ դաշնային դատավորը Մերիլենդում պաշտպանել է կրոնական խմբերին, արգելելով ներգաղթի ծառայություններին մուտք գործել որոշակի կրոնական հաստատություններ։ ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղարը հայտարարել է այսի նոր ղեկավարության նշանակման մասին եւ ասել է, որ այսի գործողությունները եւ աշխատակիցների հանդեպ վերաբերմունքը որոշակիորեն կվերափոխվի։ Պատճառն այն է, որ տեղի է ունեցել տեղեկության արտահոսք, որը դարձել է ու տարածվել է ԶԼՄ-ներում, ինչն էլ պատճառ է դարձել, որ այսի գործողությունները որոշակիորեն տուժեն։ Նշվում է նաեւ, որ աշխատակիցներին հնարավոր է ստուգեն ստի դետեկտորների միջոցով։ Ըստ Սպիտակ տան, արտահոսքի պատճառով թիրախավորված խմբերը տեղեկանում են իրենց քաղաքում սպասվող գործողությունների եւ ռեյդերի մասին, ինչի արդյունքում ավելի զգոն ու ուշադիր են լինում խուսափելով այսից եւ ոստիկանությունից։ Ներքին անվտանգության նախարարությունը ունի լայն եւ ընդգրկուն լիազորություններ եւ ես պատրաստ եմ դրանք կիրառել բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի ապահովենք օրենքի խիստ պահպանումը, անվտանգության ընթացակարգերի կատարումը եւ նախագահ Թրամփի խոստումների իրագործումը, ասել է Նոեմը։ Չնայած ստի դետեկտորի փորձարկումները դատարանում որպես ապացույց չեն ընդունվում, դրանք հաճախ օգտագործվում են դաշնային իրավապահ մարմինների եւ ազգային անվտանգության ստուգումների շրջանակներում։ Կիրակի օրը Փենսիլվանիայի Լանկաստեր շրջանում կործանված ինքնաթիռի 5 ուղևորները բարեբախտաբար ողջ են մնացել։ Իշխանությունները չեն հայտնում նրանց ով լինելը, միայն ասում են, որ ոչ ոք չի տուժել։
Փոքր մասնավոր ինքնաթիռը, որը կարող էր տեղափոխել մինչև 6 ուղևոր, օդ էր բարձրացել Լանկասթեր օդանավակայանից եւ ընկել էր թոշակառուների համայնքում։ Լանկասթերից տրամադրած տեսանյութում երևում է, որ կործանված ինքնաթիռը գտնվել է հենց ծերանոցի ավտոկայանատեղիում Լանկասթեր օդանավակայանից մոտ 1 մղոն հեռավորության վրա։ Այժմ այն մասին, որ Լոս Անջելեսում անձրևոտ եղանակները համարվում են բացված, այս շաբաթ անգամ սպասվում է խոնավ ու անձրևոտ եղանակ։ Պատճառն այն է, որ տարածաշրջանին մոտենում է երկու փոթորիկներ, որոնք կարող են բերել անձրևներ, իսկ լեռնային շրջաններում հնարավոր է նաև ձյուն գա։ Օդերութաբանները նշել են, որ առաջին փոթորիկը կբերի համեմատաբար թեթև անձրևներ, իսկ երկրորդը կլինի ավելի ուժեղ։ Կարելի է ակնկալել թեթև անձրևներ, որոնք կստեղծեն մռայլ ու մուգ մթնոլորտ։ Այս պահի գնահատականներով ակնկալվում է, որ անձրևները ջրհեղեղների վտանգ չեն առաջացնի։ Երկրորդ փոթորիկը կանխատեսվում է չորեքշաբթիից հինգշաբթի ընկած ժամանակահատվածում։ Երկրորդ փոթորիկը կարծես թե ավելի ուժեղ կլինի։ Հարավային Կալիֆոռնիայի, իսկ ավելի ստույգ Լոս Անջելեսի ափերին այս շաբաթների ընթացքում պարբերաբար հայտնաբերվել են մեծ թվով անսովոր ծովային կաթնասուններ, որոնք տուժել են մեծ քանակությամբ թունավոր ջրիմուռներից։ Նշեմ նաև, որ փորձագետները կանխատեսում են ու մտահոգված են, որ 2025 թվականը կարող է դառնալ ամենավտանգավոր տարին։ Մալիբուի ափերի մոտ արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղի ունենում այսպես կոչված ջրիմուռների բում, որի հետևանքով ջրում ավելանում է թրթուրների քանակը եւ վնասում հարյուրավոր կաթնասունների, այդ թվում ծովարյուծներին եւ փղաձկներին։ Փրկարարական կենտրոնի տվյալներով կենդանիները հայտնաբերվել են ցնցումների կամ թուլացած վիճակում։ Թեև ջրիմուռների բումը բնական երևույթ է, վերջին տարիներին ջրի տաքացման պատճառով ավելի ուժեղ եւ տարածված է դարձել։ Այս տարի բումը սկսվել է արդեն փետրվարին, մինչդեռ 2023 թվականին նման իրավիճակ արձանագրվել էր միայն հուլիսին։ Կենտրոնն արդեն գրեթե կիսով չափ լցված է, իսկ փրկարարները օրական մինչև 8 ծովային կաթնասուն են ընդունում։ Թե ինչն է առաջացնում ջրիմուռների ինտենսիվ բումը, դեռևս անհայտ է, սակայն ենթադրվում է, որ այս իրավիճակում հավանաբար մեծ դեր է խաղացել անտառային հրդեհների մոխիրներն ու հրդեհաշիժման քիմիական նյութերը։ Կենտրոնը զգուշացնում է մարդկանց չմոտենալ ափին հայտնված կենդանիներին։ Սիրելի հետևորդներ, մինչև երկրի ներքին քաղաքականությանը անդրադառնալը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Հանրապետական կոնգրեսականները խիստ քննադատել են 4 դեմոկրատ քաղաքապետերին, մեղադրելով նրանց ամերիկացիների անվտանգության վտանգ սպառնալու մեջ եւ սպառնելով դատական պատասխանատվության ենթարկել։ Քննարկման ընթացքում քաղաքապետերը նշել են, որ ներգաղթի քաղաքականությունը դաշնային կառավարության պարտականությունն է եւ տեղական ոստիկանությունը չպետք է ստիպված լինի իրականացնել այդ քաղաքականությունը, քանի որ դա խարխլում է համայնքների վստահությունը ոստիկանության հանդեպ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը ստորագրել է 2 գործադիր հրաման, որոնց համաձայն մեկ ամսով կդադարեցվեն մաքսատուրքերը այն ներմուծումների վրա, որոնք ներառում են նրա նախորդ պաշտոնավարման ընթացքում կնքված առևտրային համաձայնագրերը։ Սպիտակ տան պաշտոնյաների տվյալներով Կանադայից ներմուծումների մոտ 38% եւ Մեքսիկայից ներմուծումների 50% ընդգրկված են ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա համաձայնագրում եւ չեն ենթարկվի Թրամփի սահմանած 25%-ի համընդհանուր մաքսատուրքերին մինչեւ ապրիլի 2-ը։ Մի տեղ Տեսլայի նշանը պատված է գրաֆիտով, մեկ այլ տեղ այն այրվում է։ Կրակի են տվել նաև Տեսլայի լիցքավորման կայանները։ Ամերիկայի ողջ տարածքում էլեկտրական մեքենաների այս ընկերության օբյեկտներին ու մեքենաները ենթարկվում են բողոքների եւ բռնությունների կապված Մասկի Թրամփի վարչակազմում ունեցած դերի հետ։ Վերջին շրջանում խաղաղ բողոքի ակցիաներ են անցկացվում ամբողջ երկրով մեկ, սակայն մի շարք վայրերում խաղաղ ցույցերը վերածվում են վանդալիզմի եւ բռնության, ինչը հանգեցնում է ձերբակալությունների։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք միշտ տեղեկացված լինել Ամերիկայում կատարվող իրադարձություններից, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հղումով եւ հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաեւ կարող եք հավանել նաեւ մեր YouTube-յան ալիքը։ ԱՄՆ-ի առողջապահության եւ մարդկային ծառայությունների դեպարտամենտի շուրջ 80,000 աշխատակցի նամակ է ուղարկվել, որոնց առաջարկվում է $25,000 դիմաց հրաժարվել իրենց աշխատանքից։
Ընդամենը մի քանի օր առաջ այս գերատեսչությունների ղեկավարները պետք է ներկայացնեին իրենց աշխատակազմերի կրճատման ծրագրերը եւ խնդիրը համապատասխանաբար չլուծվելու արդյունքում հերթական անգամ Թրամփը եւ Մասկի կողմից ղեկավարվող Դոջը արել են իրենց հստակ եւ որոշիչ քայլը։ Էլեկտրոնային նամակը ուղարկվել է առողջապահության դեպարտամենտի տարբեր ստորաբաժանումներին, ընդգրկելով տասնյակ հազարավոր աշխատակիցների։ Խնդիրը ավելի լավ հասկանալու համար ուզում եմ նշել, որ առողջապահության եւ մարդկային ծառայությունների դեպարտամենտը ամենաթանկ դաշնային գործակալություններից է, որի տարեկան բյուջեն կազմում է մոտ 1.7 տրիլիոն դոլար։ Այս գումարը հիմնականում ծախսվում է Medicare եւ Medicaid ծրագրերով ապահովագրված միլիարդավոր մարդկանց առողջապահական ծածկույթի վրա։ Գերատեսչությունը ապահովում է երկրի բնակչության մոտ կեսի առողջապահական ապահովագրությունը Medicaid ծրագրով ծերերին եւ Medicaid ծրագրով հաշմանդամ եւ աղքատ ամերիկացիներին։ Այսը ձերբակալել է պաղեստինցի մի ուսանողի, որը կարևոր դեր է խաղացել Կոլումբիայի համալսարանում Իսրայելի դեմ ընթացող բողոքի ցույցերին, ինչպես նաև նշեմ, որ նա գտնվել է իր կացարանում, երբ IC աշխատակիցները մտել ու ձերբակալել են։ Փաստաբանը հայտնել է, որ ձերբակալության ընթացքում հեռախոսազրույց է ունեցել IC աշխատակիցներից մեկի հետ, ով ասել է, որ նրանք գործում են պետական դեպարտամենտի հրահանգով։ Խալիլի ուսանողական վիզան չեղարկվում է։ Երբ փաստաբանը տեղեկացրել է, որ Խալիլը մշտական բնակության իրավունք, այսինքն գրին քարտ ունի, աշխատակիցները հայտնել են, որ այն նույնպես չեղարկվում է։ Այս ձերբակալությունը համարվում է առաջին հայտնի գործողություններից մեկը, որը իրականացվում է Թրամփի խոստման շրջանակներում։ Այն է արտաքսել այն միջազգային ուսանողներին, ովքեր մասնակցել են Գազայի պատերազմի դեմ բողոքի ակցիաներին։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ մասնակիցները կորցրել են իրենց երկրում մնալու իրավունքները, քանի որ աջակցում են Համաս ահաբեկչական խմբավորմանը։ Երկար ձմռանից հետո, երբ օրերը կարճ էին, վերջապես ԱՄՆ-ում ժամացույցները գիշերվա 2-ից անցում կատարեցին 3-ին։ Թվում է այս ամենը շատ պարզ բան է եւ դրա մասին խոսելու անհրաժեշտություն չկա, եւ այդ ամեն ինչը պարզ փոփոխություն է, բայց իրականում այն ունի հետաքրքիր պատմություն, որի մասին կցանկանանք պատմել։ Ահա թե ինչ պետք է իմանալ ամառային ժամանակի մասին եւ ինչու ենք տարի 2 անգամ փոխում ժամերը։ Սկսենք նրանից, թե որքան կտևի ամառային ժամանակը։ Գարնանային ժամացույցների փոփոխությունը տարբերվում է աշնանայինից։ Ժամերի փոփոխությունը իր հետ բերում է ավելի երկար օրերը եւ լուսավոր երեկոներ, քանի որ սկսվում է գարնանային եւ ամառային ամիսները։ Այս փոփոխությունը ուժի մեջ կմնա մինչև նոյեմբերի 2-ը, երբ էլի կգա ձմեռը եւ էլի օրերը կկարճանան։ Բայց ամենից շատ հետաքրքիր է այս երևույթի առաջացման պատճառը։ Ամառային ժամանակի գաղափարը հաճախ կապվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկի Բենջամին Ֆրանկլինի հետ։ 1784 թվականին նա կատակով առաջարկել էր ավելի վաղ արթնանալ ամառային ամիսներին, որպեսզի խնայվի մոմի լույսը։ Սակայն իրականում ամառային ժամանակը պաշտոնապես կիրառվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գերմանիան եւ Ավստրո-Հունգարիան առաջինն էին, որոնք 1916 թվականի ապրիլի 30-ին ընդունեցին այս համակարգը վառելիք խնայելու նպատակով։ Միացյալ Նահանգներում ամառային ժամանակը առաջին անգամ ներդրվեց 1918 թվականին էներգիա խնայելու նպատակով, սակայն պատերազմից հետո այն արագորեն վերացվեց, քանի որ մեծ մասամբ դժգոհություն էր առաջացնում ժողովրդի մոտ։ Այն կրկին ներդրվեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այս անգամ երևույթը անվանվում էր պատերազմի ժամանակ, սակայն երբ պատերազմն ավարտվեց, յուրաքանչյուր նահանգ ինքն էր որոշում պահել ամառային ժամանակը, թե ոչ, ինչն էլ հանգեցնում էր ժամանակի անհամապատասխանությունների։ 1966 թվականին ընդունվեց նոր օրենք, որը սահմանում էր ամառային ժամանակի սկզբի եւ ավարտի միասնական օրեր ողջ երկրում, սակայն նահանգները հնարավորություն ունեին հրաժարվել դրանից։ Ու այս ամենի արդյունքում Հավայան կղզիներն ու Արիզոնան, այս երկու նահանգները չեն անցնում ամառային ժամանակին եւ տարին 2 անգամ չեն փոխում իրենց ժամերը։ Անցնելով այս երևույթի նպատակին ասեմ, որ ամառային ժամանակի գործածումը արված էր էներգիա խնայելու համար, սակայն արդի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արդյունքները հակասական են։ Թեև լուսավորության էներգիայի ծախսը նվազում է, բայց օդորակիչների եւ ջեռուցման օգտագործման աճը կարող է զրոյացնել խնայված էներգիան։ Այս թեման ունի նաեւ տնտեսական կողմ։ Երբ մարդիկ ավելի երկար ժամանակ են անցկացնում դրսում, խանութներում եւ ժամանցային վայրերում, տնտեսությունը կարող է փոքր աճ գրանցել։ Սակայն հակառակ կողմից 1 ժամ քնի կորստի հետևանքով արտադրողականությունը նվազում է եւ այս ամենը տարեկան հարյուրավոր միլիոնավոր դոլարներ կարող է արժանալ տնտեսությանը։ Ամառային ժամանակը հաճախ կախված է առողջության եւ անվտանգության հետ։
Գարնանային փոփոխությունները, այսինքն ժամերի առաջ տալը, ըստ մասնագետների կարող է հանգեցնել սրտի կաթվածների, ավտովթարների և աշխատավայրերում վնասվածքների թվի աճին։ Սակայն որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ամառային ժամանակի ամիսները երեկոյան երկարացված լույսը կարող է նվազեցնել ընդհանուր վթարների քանակը։ ԱՄՆ Սենատը 2022 թվականի մարտին նույնիսկ ընդունել է Արևի պաշտպանման ակտ անվանումով օրենքի նախագիծ, որը առաջարկում է ամառային ժամանակը դարձնել մշտական և դադարեցնել տարին 2 անգամ ժամերի փոփոխությունը։ Թեև նախագիծը անցել է Սենատը, այն դեռևս չի դարձել օրենք։ Արդյոք այս փոփոխությունը կբերի առողջության, անվտանգության և տնտեսության իրական բարելավում, թե ոչ, մնում է քննարկման առարկա։ Իսկ մինչև այդ շատերը փորձում են հարմարվել այս ամենամյա փոփոխությանը, փորձելով մեղմացնել քնի և կենսաբանական ռիթմի խախտումները։ Նախագահ Թրամփը այս շաբաթ անդրադարձավ լրագրողի հարցին, թե երբ է վերացնելու ամառային ժամանակի անցումը։ Ես ենթադրում եմ, որ մարդիկ ցանկանում են ավելի շատ լույս ունենալ երեկոյան, բայց կան նաև նրանք, ովքեր նախընտրում են առավոտյան լույս ունենալ, որպեսզի իրենց երեխաները դպրոց չգնան մթության մեջ, ասել է Թրամփը, հարցը կոչելով 50-50։ Վերջին 6 տարվա ընթացքում 20 նահանգներ ընդունել են օրենք կամ բանաձև, ըստ որի նրանք ցանկանում են մշտական դարձնել ամառային ժամանակը, սակայն քանի որ օրենքը դեռևս մի սուարյուն չի ստացել ու կոնգրեսի համաձայնությունը դեռևս չի ստացել, նրանք չեն կարող դա օրենքով ամրագրել։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում բոլորիդ ակտիվությունը, սիրով կարդում ենք մեկնաբանություններն ու նամակները։ Եթե չեք ցանկանում բաց թողնել մեր հետագա թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Ցտեսություն։